մի քիչ էս կողմ ենք բերում Նիկոլ Փաշինյանը այդ ներկա նախկին այդ խաղից, որ մի հատ դուրս է իրան քաշում, վերջ ինքը բոբիկ է, ինքը էլ ասելիք չունի ժողովրդին, ընդհանրապես ոչ մի ասելիք չունի։ Իր ասելիքը այնքանն է, որ նախկիններն ավելի վատն էին։ Իսկ ինչ վերաբերում է կոռուպցիային, կոռուպցիան հստակ է, չէ՞, օրինակ հիմա դու չես կասես, ես Անիֆը այսպես փոշի ացումներ այդքան տեղի ունեցավ, որովհետև չգիտեմ, Ռոբերտ Քոչարյանը բանի ժամանակ, չգիտեմ 20 տարի առաջ Մեղրին բանակցելա, որ բանի հետ փոխի Լաչինի միջանցքի հետ, արդեն մի քիչ անիմաստան չէ, պատասխանը դրա ժողովրդի, մենակ բարկություն ու ջղայնություն, որովհետև դա ընդհանրապես ժողովրդին հիշեցնում, որ իրան խաբեցին, որ իրան հերթական անգամ փողոց հանեցին, օգտագործեցին սեփական շահի համար ու եկան ոնց որ այսպես ասենք, կոպիտ ասած հրեշին սպանեցին, եկան իրանք դարձան այդ հրեշը, ու ավելի վատ հրեշ դարձան։ Եթե դու մի քանի տարի առաջ ընդամենը անցել է 4-5 տարի, ինչ ոնց որ մեր այդ սերունդը հենց պատերազմի դաշտում զոհվում էր ու այդքան հազարավոր երիտասարդներ հետ չեկան տուն, ոնց որ եթե մենք նայենք այդ սերունդի մեջ այնպիսի մարդ չկա, գետ մի հոգի չենք կարող երևի գտնել, ով որ չունի, չգիտեմ, եղբայր, հայր, ընկեր, ծանոթ, զուգընկեր եւ այլն, ով չի վերադարձել սահմանից թվում է Նիկոլ Փաշինյանը մի քիչ բան է էլի իր աչքով է նայում մեր երիտասարդության, ակնհայտորեն մեր երիտասարդությունը պատրաստ չէ գնալ, ով որ այդ պատասխանատվություն է կրում առնվազն իրենց այդ հարազատների չվերադառնալու համար չեն գնալու իր հետ պարեն։ Նիկոլը չի մեղավոր, նախկիններն են մեղավոր, ամեն ինչ արել են, իրանք են տվել, իրենք, բայց փաստացի, եղբայր դու 5 տարի առաջ քո պատասխանատվության պատերազմը, այսօր դու բանից թնդիկ ես նվագում, այսօր դու մարդկանց սրտիկ ես ցույց տալի, եկեք ուրախացեք, բա նահատակների մի խոսքով էլի երևի ամբողջությամբ դեռ չեն էլ քայքայվել նահատակների մարմինները եռաբլուրում, ինչի մասն է խոսք, իրենք այսօր գնացել են բան են, շնորհակալություն են հայտնում Ադրբեջանի նախագահին, երևի առիթ բաց չեն թվում, ժամանակին սպասիբը Վլադիմիրովիչ էր, այսօր արդեն սպասիբը այդ Իլհամ Գեյդարովիչ է։ Բարև ձեզ, Fast Info-ի եթերում հարցազրույցն է, տաղավարում ես այսօր զրուցել եմ տնտեսագիտության ասպիրանտ, հանրային գործիչ, բլոգեր Սամվել Աշոտյանի հետ։ Սամվել, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ իմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ, որ հավելել եք։ Սամվել, սկսենք Ալեն Սիմոնյանի ձեր դեմ ներկայացված հայցից, ինչու է ազգային ժողովի նախագահը ձեր դեմ հայց ներկայացրել, բովանդակությունը ներկայացնեք, խնդրեմ։ Հա, իհարկե կներկայացնեմ, եթե շատ կարճ ասեմ ինչու, իմ ազատ խոսքի իրավունքը ճնշելու համար ու հանրային խոսքը ընդհանուր առմամբ հանրային դիսկուրսը պատժելի դարձնելու համար է ներկայացրել, ուրեմն գործը այդ հայցը, որ արդեն ներկայացրել ես պատասխան հայցը իմ փաստաբաններն արդեն ներկայացրել են, արդեն դատական այդ նիստի օրն էլ է պարզ, եթե չեմ սխալվում, մարտի 10-ին էր։ Արդեն մինչև դա մեկ ավելի էլ բան կանեմ, հանրությանը կտեղեկացնեմ ինչ է կատարվում, հիմնականում այդ շատ կարճ ասեմ, 3 արտահայտության համար է այդ բանը եղել, հայցը ներկայացվել, ուրեմն մեկը նրանում է, որ մարդու վրա է թքել, ես այդպիսի արտահայտություն եմ արել վիդեոյի մեջ, որ ասում եմ այսպիսին է մեր ազգային ժողովի նախագահը, թքում է մարդու վրա, կազինոների հովանավորության մասով եմ ասում, որ հղում եմ տալիս Հայկ Սարգսյանի խոսքերին ու ինչպես նաև FIP-ի տարածած այդ նյութերին, որտեղ դրա մասին գրված է, կարող են վիդեոն մարդիկ նայել իմանալ ու մեկ էլ երրորդ արտահայտությունը արցախայցյան նկատմամբ հատալության քարոզի համար, ասում կարտելության քարոզանը, որ ակնհայտորեն կա, այսինքն այնտեղ ինքը ասում է պետք է մնային կռվեին, այսինքն այն իրավիճակում, երբ որ Արցախը հայությունը ողջ շրջափակված էր Արցախում 10 ամիս սոված մնալուց հետո, երբ որ հարձակումը տեղի ունեցավ ադրբեջանական, որը ոչ այլ ինչ էր քան ցեղասպանություն, այսինքն մեկ արցախցուն բաժին էր հասնում երևի 100-ից 200 ադրբեջանցի հարձակման ժամանակ ու այդ իրավիճակում երեսով տալ արցախահայերին թե բա մնայիք կռվեիք, ոնց որ չգիտեմ, էլի որակումներ ուղղակի չտամ, արդեն իսկ դատարանում է գործը, ու հանրային դիսկուրսը, քանի որ պատժելի է, հակառակ մի հատ էլ դատ բացեմ վրաս, բայց իհարկե չեմ վախենում։ Հիմա գիտեք խնդիրն ինչու՞մ է այստեղ։ Խնդիրը նրան է գալիս, որ այսպիսի իրավիճակում, երբ որ առողջ դիսկուրս ես փորձում սկսել բացատրելու համար, որ ով ուզում է լինի, կլինի վարչապետ, կլինի ազգային ժողովի նախագահ, իրենք պետք է իրենց պահեն զուսպ ու այդպիսի արտահայտություններ չանեն մեր եղբայրների քույրերի մասին արցախահայությունից ընդհանուր առմամբ, էլի հայերի ցանկացած որտեղից որ եկած լինի հայը, պետք է այդ բանը պահել, էլի իրար մեջ սոլիդարությունը, իրենք այսպիսի բաներ են անում, իրենք օրինակի համար մարդու վրա են թքում փողոցում, այս ամեն ինչի համար իհարկե իրենց դատաստան երբեք չի եղել, չկա։
բայց օրինակի համար այն մարդը ով սկսում է քննարկել դա ու հայտարարում է, որ դա քննադատելի երևույթ է, իսկ քննադատելը արդեն դատ է հասնում դրա համար։ Հանրային դիսկուրսի պատժելիություն, այլ կերպ չեմ կոչի դա։ Հետաքրքիր է, որ նաև թքելու մասին արտահայտությունն է դարձել դատական վեճի Պատահական չէ։ առարկա, որովհետև իրականում փաստի արձանագրում է դա։ Պատահական չէ դա։ Ինչու՞։ Գիտեք ինչու, որովհետև իրենք պետք է ցույց տան սրանով, որ այ եթե որևէ մեկը սրա մասին կրկին խոսի, մենք իրեն էլ ենք դատի տալու, այդ ազդակն է ուղարկում, որովհետև փաստացի դա փաստ է, նա ընդունել է ու ներողություն չէ խնդրել հանրությունից, թե այդպեսի մի բաներ ասել, բայց փաստացի եթե նման դեպք է տեղի ունեցել ու այդ իրենց իմիջին շատ հարվածում է, շատ ուժեղ, իրանք էլ այդ բան են անում, որ տեսեք, մի հատ էլ խոսացիք սրա մասին, ձեզ էլ դատի կտանք։ Փաստացի ոնց որ սա է դուրս գալի ճնշում, ընդհանրապես ճնշումներ ու մի դեպք էլ ասեմ, որ Նիկոլ Փաշինյանն էր, չի ասում, որ մենք այդքան պարգևավճարը տալիս ենք, որովհետև մեր պաշտոնյաները բաների մեջ են դատական հայցեր ունեն, պետք է բան է դատական հայցի համար վճարեն։ Մի վարքյան էլի պարոն Փաշինյան, բա ո՞րն է ժողովրդավարություն, բա ո՞ր մնացան սկզբունքները, այդ Եվրամիությունից ինչ որ այդպես սկզբունքներ կա, այս իրավաբան չեմ որ հստակորեն ասեմ, բայց այդ սկզբունքներից ցույց են տվել իրավաբանները, որ փաստացի մեր ուրեմն պաշտոնյաները ընդհանուր առմամբ ցանկացած հանրային դեմ պաշտոնյա պետք է առավելագույնս հանդուրժողականություն ցուցաբերի, էլի քննադատության նկատմամբ, իսկ պարոն Փաշինյանը ուղղակիորեն ուղղորդում է նրանց, որ եթե ձեզ ինչ որ բան կանեն, քննադատություն կհնչի, դատի տվեք։ Եվ բյուջեից դրա համար գումար է տալիս, թե եթե ինչ, կարծում դատաիրավական համակարգին էլ իրենք ընդհանրապես բան չունեն, էլի, այսպես ոնց է սահմանափակում չունեն, իրենք SMS էլ կգրեն պետք լինի, ճնշումներ էլ կիրականացնեն դատաիրավական համակարգի վրա, ես կարծում եմ, որ դատաիրավական համակարգը ժամանակն է եղել, որ գոնե մի քիչ իրենց բան տա, պատասխան տա, թույլ չտա մինչև վերջ, այսպես իրենց դարձնել ձեռքի խաղալիք։ Հիմա, քանի որ մենք մոտենում ենք գնալով ազգային ժողովի ընտրություններին, ինչ եք կարծում, հաշվի առնելով նաև Նիկոլ Փաշինյանի այդ պարզաբանումը եւ մեկնաբանությունը, արդյոք մենք տեսնելու ենք ել ավելի շատ հայցեր, դատական վեճեր, թե բլոգերների, թե հանրային գործիչների եւ թե լրատվամիջոցների նկատմամբ, որտեղ մեզ էլ առանձնապես չեն սիրում։ Հա, ձեզ յուրահատուկ ձևով չեն սիրում։ Շատ մեզ է, մեզ չի, մենք իրանց բանն էինք էլի այդպես, մեր համար ուշքերը գնում էր։ Գիտեք, այստեղ ինչքան գնա մոտիկանա, այնքան ավելի սաստկանալու է իհարկե, որովհետև իրենք ակնհայտորեն տեսնում, որ հանրության շրջանում աջակցություն չունեն, ակնհայտորեն ամեն մի նոր քննադատություն, ամեն մի նոր փաստարկված խոսք իրենց այնպես էլ չեղած այդ վարկանիշը ավելի է իջեցնում ու իհարկե իրենք խնդիր ունեն այդ փորձելու բերանները փակել մարդկանց, որովհետև գիտեք, այստեղ մի հատ սիտուացիա գալիս, որ եթե իրենք պետք է արժեզրկեն խոսքը, օրինակի համար ասեն, այ դու թալանչի նախքին եւ այլն, որ խոսքը այսպես արժեզրկեն, ասեն, այնք թալան չի ժամանակին թալանել է, դրա համար մեր դեմ խոսում է, ես իրավիճակում երբ որ ես ոնց որ չգիտեմ, էլի իմ տարիքն է չի ներում, որ ես նախքին թալանչի եղած լինեմ, որովհետև ոնց որ 2020 թվականին բանը զորացրվել եմ, երբ որ իմ զորացրվելուց մի քանի ամիս անց բանը տեղի ունեցել, այդ Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունն է տեղի ունեցել, որ խաբեությամբ ժողովրդին հուսախաբ արեց առնվազն, այսպես ասենք։ Այսինքն ձև չկա էլի ասես, որ այս մարդը թալանել է նախկինական բանը, ու փաստացի ես փաստարկված կրթություն ունեմ, այն հիմքը ունեմ, որով ես կարող եմ այդ տվյալները ստուգել, ես կարող եմ փաստարկված խոսել այդ ամեն ինչի մասին, ամեն տիպի ոնց որ այդ բոլոր հիմքերն ունեմ խոսելու, քննադատելու, էլ դեռ չասած եթե բարոյական մասին հարցի անդրադառնանք, ես նաև պատերազմի մասնակից եմ, բանակում մի տարբերություն իրենց այդպես շատ-շատերի ծառայել եմ, մնացած առումով բավականին այսպես պատասխանատու քաղաքացի եմ, հարկեր վճարող եմ, ինչ ասես, էլի ամեն բարոյական տիպի էլ ունեմ ասելու, փաստարկված էլ կարող եմ ասել, ու դա իրենց վախեցնում է, որովհետև այս իրավիճակում իրենք ինչ պետք է ինձ պատասխանեն։ Օրինակ ինձ համար շատ հետաքրքիր է, չէ՞, որ դաշտում օրինակի համար ամենախոշորներից մեկը ես եմ, որ այդքան դիտում հավաքում, այդքան արձագանք ստանում, ինձ երբեք իրենք անդրադարձած չկային։ Մենակ Ալեն Սիմոնյանը վերջերս անդրադարձավ։ Ու այստեղ շատ հետաքրքիր բան է, որովհետև իրենք վախենում են անդրադառնալ ինձ, որովհետև այդ պայքարում իրենք չեն կարող դուրս գալ, բա դու
դու էլ, չգիտեմ, գույք պարտքի դիմաց տվեցիր, դու էլ, չգիտեմ, էսի կերար, դու էլ էնի թալանեցիր, այդ որովհետեւ որ տեսնում եք մի քիչ էս կողմ ենք բերում Նիկոլ Փաշինյանի այդ ներկա նախկին այդ խաղից, որ մի հատ դուրս է իրան քաշում, վերջ ինքը բոբիկ է, ինքը էլ ասելիք չունի ժողովրդին, ընդհանրապես ոչ մի ասելիք չունի, իր ասելիքը այնքանն է, որ նախկիններն ավելի վատն էին։ Ձեզ էլ կարող են պիտակավորել, ասել, այ ինչ որ մեկը հովանավորում է։ Ձեր կարծիքով չեն ասում։ Ասում են վստահաբար։ Ես ուրեմն լսել եմ, իմ մասին խոսացել եմ, ուրեմն ես ասել եմ, որ Սերժինն եմ, ասել եմ, որ Քոչանին եմ, ասել եմ Միշիկինն եմ, ասել են, որ ելումն էին ասել, Ալենինն եմ, ես վերջերս պարզվեց Ալենինն եմ, Ալենի պրոյեկտն եմ, հա, դա էլ է պարզվել։ Ելում մասին, սաղին, ես լուրջ եմ ասում, այնքան բան եմ լսել իմ մասին, որ ես էլ եմ զարմանում երբեմն, որ տենց հետաքրքիր կյանք եմ ես կարողանում ապրել, ընդհանրապես ես չգիտեի էլի, բայց ես մի բան ասեմ, գիտեք, այստեղ ես քանի որ ես ազնիվ եմ միշտ, ինչ մտածում եմ, ես ուղղախոս եմ բավականին, դրա պատճառով բավականին խնդիրներ եմ ունենում, բայց ես ուղիղ խոսում եմ ու եթե ես ինչ որ մի բան այնպեսի արած լինեի, որ հանրության աչքից տենց հնարավոր լիներ ինձ գցել կամ կեղտոտել իմանունը, իրենք վաղուց արդեն արած կլինեին։ Այսինքն իմ հաշիվները մաքուր են, ես աշխատավարձով ապրող մարդ եմ, IT ոլորտում եմ աշխատում, բավականին բարձր աշխատավարձ ունեմ, կարողանում եմ ապրել դրանով, կարողանում եմ իմ անկախությունը նաև պահպանել այդ աշխատավարձի միջոցով, վարում եմ իմ գործունեությունը, բանում համացանցում, ընդհանուր առմամբ, էլի, այսինքն իմ մոտ ամեն ինչ թափանցիկ է, քանի որ մեր օրերում ոնց որ մենք տեսնում ենք, չէ՞ որ մեր այդ կոնֆիդենցիալ կյանքը, անձնական կյանքը ոնց որ խնդիր չունի իշխանություն դարձնելու քննարկման առարկա։ Ինքը խնդիր չունի հովի կաղազարինով իրենց թիմակիցն է, իր այն ամենաինտիմն ամոթալի բաները դարձնել հանրության քննարկման առարկա ու չգիտեմ էլի այսպես հրճվել դրա վրա, հետո էլ խոսել ինչ որ բաների մասին, չէ՞ որ ինչ որ եվրոպական արժեքների, մարդու ազատության մասին։ Օրինակ իմ դեպքում էլ եթե իրանք այդպես ես կասկած չունեմ, որ իրանք իմ անձնականի մեջ լավ քիչ փորել են, մտել են բան են արել, բայց այս իրավիճակում ոնց որ քանի որ ես թաքցնելու բան չունեմ, ես թափանցիկությունն է իմ բանը այդ քաղաքականությունը այս ամեն ինչից պաշտպանվելու ես հնարավորինս ուղիղ եմ, թափանցիկ եմ, հանրությունից բան չեմ թաքցնում, այնպեսի բաներ չեմ անում, որ վաղ միսօր դրա համար ամաչեմ կամ ինձ հնարավորություն լինի շանտաժի ենթարկել, էլի։ Անդրադառնալով երրորդ հայցին, որ ներկայացրել է ձեր դեմ, այստեղ բավական հետաքրքիր է, թե ինչու հանկարծ որոշեցին, որտեղ ըստ էության հանրայնացրել էր այն ինչ տեղի է ունեցել ԿՊ-ում հենց Հայկ Սարգսյանը, բայց հայցը ձեր դեմ է, ոչ թե Հայկ Սարգսյանը հիմա Հայկ Սարգսյանը կհասնի դեռ։ Այո, արդեն խոսակցություններ կան այդ մասին, բայց հայց դեռևս չկա։ Հիմա ինչ եք ասել դուք, որ այդքան զայրացրել է։ Շատ բաներ եմ ասել, այ ես ինչ գործունեություն որ վարում եմ, բավականին մեծ ռեզոնանս է գտել ու գնալով ավելի ու ավելի ահագնանում, այսինքն հանրության լայն շերտերին է հասնում են ինֆորմացիան, որը քաղաքական դաշտում է ժամանակին պարփված եղել, այդ փակված է եղել ու ես կարելի ասել կարողացել եմ կամուրջ գտնել դեպի հանրության ավելի լայն շերտեր ու հանրությունը սկսել է խոսել այդ ամեն ինչի մասին, ինչ որ ես ասում եմ, մարդկանց հետաքրքիր է դա։ Մի քիչ ավելի հետաքրքիր է դառել process-ները, այսպես ասենք, որովհետև ակնհայտորեն կան մարդիկ, ովքեր շատ խելացի են, իրենք շատ լավ են խոսում, բայց հանրությունը ոնց որ հաճելի չի իրենց նայել հանրությանն։ Ինչ-ինչ պատճառով հանրությունը կամ իրենցից նեղացած է, կամ երես է թեքել, կամ տարբեր պատճառով։ Իսկ իմ դեմքը ոնց որ բան չի էլի, այդպես տհաճ չի հանրության, այսպես ասենք, դրա համար որպես ես մեկնաբան, որ ներկայացում, մարդիկ լսում են դա ու հասնում է այդ շերտերին, ու դա իրենց դուրի չի գալիս, այսպես ասենք, նեյտրալների մոտ ես ունեմ այդ կամուրջը, որ կարողանում եմ հասնել։ Ու երբ որ իրենք տեսնում, որ անընդհատ ավելի ու ավելի բանը մեծանում է այդ սփումը, իսկ նեյտրալները հիմնականում չկողմնորոշված են իրենց ձայների վրա Նիկոլը հույս ունի կամ գոնե հույս ունի, իրենք իրենց ձայնը չգնան տան այլ ուժերի, ընդդիմադիր ուժերի, ու այդ իրավիճակում իրենք պետք է փորձեն ինձ վախեցնել։ Օրինակի համար հետաքրքիր է, չէ՞, որ ես 3-4 ամիս առաջ այդ վիդեոն գցել, բայց մեկ էլ իրենք նոր են տեսնում իբր թե այդ վիդեոն, որ ես ակնհայտորեն ես ինֆորմացիա ունեմ 100%-ից, որ իրենք անընդհատ մոնիտորինգ են անում, որ պահին, որ ինչ որ մեկի մոտ հայտնում իրենց մասին գրառում վիդեո, միանգամից իրենց մոտ է հայտնում, իրենք տեսնում են դա։ Ու 3 ամիս անց նոր այդ բանն է լինում, ես ենթադրում եմ, որ այս ընտրությունների հետ է դա ամեն ինչ կապված ու իրենք մի պահ այսպես շատ ագրեսիվացած էին, հիմա էլ են ագրեսիվ, իրենք փորձում են այդպես ագրեսիվացած, այսպես ասենք, սխալներ են գործում շտապելով։ Ու այդ սխալներից մեկն էր, երբ որ իրենք անցան, այսպես ասենք,
ճնշումների լեգիտիմ սահմանը։ Գիտեք, այդ որն է, որ ժողովրդի ու բանի միջև, ոնց որ իշխանության միջև, եկեք անկեղծ խոսենք, որ ժողովրդի մեջ երբ որ, այսպես ասենք, նախկինում իշխանություն ունեցածներին են կպնում, ինչ որ միտեղ ժողովուրդը աչքի չփակում, ասում են, կամ էլ իրենք էլ պատճառ ունեն, որ ասում են, դե կոռուպցիայով է զբաղվել, էս արելն է արել, ստացվում է այդ արժեզրկել, բայց երբ որ այդ լեգիտիմության սահմանն ասում ես ու կպնում ես մի երիտասարդ ով որ եկել է սրտացավ քաղաքացի, ինքը իր կարծիքն է արտահայտում, որ բանը չի անում, էլի փող չի ստանում այդ կարծիք արտահայտելու համար, ինքը իր կարծիքն է ասում անկեղծ ու դու գնում կպնում ես իրան սկսում ես ճնշել, այդ հանրությունը պատրաստ չի դա բան անել, էլի հանդուրժել։ Այդ իմ ընկալումն է, որովհետև ակնհայտորեն շատ մեծ աջակցություն ստացա այդ ընթացքում, ես համոզված եմ իրենք էլ չէին սպասում այդքան մեծ արձագանքի, այդքան մեծ աջակցությամբ ու իրենք եթե իմանային, որ այսպես է լինելու, չէին գնա այդ քայլին։ Նպատակն էր ինձ վախեցնել։ Փաստացի ես չվախեցա ընդհանրապես, ես ընդունեցի մարտահրավերը, ես պատրաստվում եմ զանազան մարտահրավերներ նետել իրենց վրա, տենանք իրանք այդքան կան, որ ընդունեն այդ բանը ունեն այդ համարձակությունը։ Գիտեք, հետաքրքիր մի դիտարկում կա ազգային ժողովում նրանց գործող իշխանությունը ավելի շատ զայրացնում է ֆինանսների կոռուպցիայի մասին հայտարարությունները իրենց թիմի, քան օրինակ երբ ուղիղ տեքստով ասում ես Նիկոլ Դավաճան կամ ինչպես Աննա Մկրտչյանն է ասում թուրք Նիկոլ, ես մարդուն տեսեք Եվ բնականաբար Աննա Գրիգորյանի օրինակ Անիֆի մասին պատմությունների անընդհատ շեշտադրումը սա նրանց բավական այսպես հունից հանում է այդ թվում եւ Նիկոլ Փաշինյանը ինչու ձեր կարծիքով ո՞րն է պատճառը Նայեք Արցախի մասով կոնկրետ այնքան մանիպուլացնելու դաշտ ունի Նիկոլ Փաշինյանը այնքան մանիպուլացնելու որովհետեւ տարբեր պատմական ժամանակներում տարբեր կերպ ինչ որ փաստաթղթերով, այսինքն բանակցային գործընթացը այսպես թե այնպես, ոնց որ մեզ տանում էր անընդհատ դեպի ավելի ու ավելի վատ պայմանների Արցախի մասով, ու այդտեղ այնքան տեղ կա մանիպուլացնելու, օրինակ երբ որ Նիկոլ Փաշինյանին բանն անում սկսում են մեղադրել, որ էս արեցին, ինքը ասում է, դե խնդիրը ձեր ժամանակով օրինակ լուծեք։ Այսինքն տեղ ինքը ունի տեղ, լիքը բան անելու, մանիպուլացնելու, բաննելու մի տեղ ինքը մանիպուլացնելու տեղ չունի, դա Արցախի հայաթափման հարցն է, որովհետև այդ մի հարցում ինքը հստակ համար 1 մեղավորն է, համար 1 պատասխանն է։ Ինքը այդ ժամանակ իր ղեկավարման ժամանակ հայաթափվել է Արցախը տեղի ունեցել, փաստացի էթնիկ զտում, ցեղասպանություն, մեծ աղետ։ Հիմա Իսկ խնդիրը կարելի էր այնպես լուծել, որ մարդիկ ստիպված չլինեին գոնե իրենց տներից դուրս գալ, հնարավոր էր այդ լուծումը կար, բայց Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ տվեց, էլի։ Ինչ վերաբերվում է բանին, ու այդ հարցով էլ իրականում ժողովրդի մեջ գիտեք, այնքան մանիպուլացնելու էլի տեղ կա, որ հանրության մեջ հստակ sense միանշանակ գնահատական չկա, ինչ եղավ, ոնց եղավ, ով արեց։ Այդ արդեն պատմությունը պետք է այդ գնահատական տա ու հաղթողներն իհարկե։ Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի, բնականաբար ամբողջ մեղքը նախկինների վրա կգցի, այդ հայաթափումն է կգցի նախկինների վրա ընդհանրապես արցախցիների վրա կասեն ինքն է կասի դուրս չգայիք։ Մի խոսքով, հիմա այս հարցում այդ մանիպուլյացիան այնքան շատ է, որ մարդիկ արդեն ոնց որ չեն ուզում մտնեն այդ հարցերի մեջ, իսկ հանրությունը չի ուզում, ասենք գլուխները ցավում է, ես այդտեղ զգում, որ իրանք այդ հարցից խուսափում են անգամ։ Իսկ ինչ վերաբերում է կոռուպցիային, կոռուպցիան հստակ է, չէ՞, օրինակ հիմա դու չես կասես, ես Անիֆը այսպես փոշիացումներ այդքան տեղ ունեցավ, որովհետև չգիտեմ Ռոբերտ Քոչարյանը բանի ժամանակ, չգիտեմ 20 տարի առաջ մեղրին բանակցելա, որ բանի հետ փոխի Լաչինի Միչանսկի հետ, դա արդեն մի քիչ անիմաստանչում, պլյուս ոնց որ այն հիմնասյունը Նիկոլ Փաշինյանը ինքը եկել է կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգներով, հիմնական առաջին մեսեջը դա է եղել, որ ներկա իշխանությունները կոռումպացված են, ու մենք գալիս ենք կոռումպացած ռեժիմին հեռացնելու, չէ՞, հետ է եղել մեսեջը։ Ու մի հետաքրքիր բան էլ ասեմ, մի պահ կար ոնց որ Նիկոլ Փաշինյանի հետ իհարկե PR կամպանիաներ են աշխատում, ինքան որ նայում ես իր գործիքակազմը փոխվում, իր քարոզչության ձևերն են փոխվում, օրինակ դուք նկատեցիք, ինքը ինչ-որ մի պահ փորձում է լերի հեղափոխական ինչ-որ բան մտցներ, էլի հեղափոխության երկ եւ այլն, ու այդ ընդհանրապես չանցավ ժողովրդի մոտ ինքը զգաց, որ դրա մասին խոսալու պատասխանը դրա ժողովրդի, մենակ բարկություն ու ջղայնություն, որովհետեւ դա ընդհանրապես ժողովրդին հիշեցնում է, որ իրան խափեցին, որ իրան հերթական անգամ փողոց հանեցին, օգտագործեցին սեփական շահի համար ու եկան ոնց որ այսպես ասենք կոպիտ ասած հրեշին սպանեցին, եկան իրանք դարձան այդ հրեշը, ու ավելի վատ հրեշ դարձան։ Եթե իրանք եկել են բանի համար, կոռուպցիայի հետ պայքարի լոզունգներով կոռուպցիայի դեմ եկան ու ոնց որ դարձավ
արդեն իրանք էլ թաթախվեցին էլի այդ պատմությունների մեջ, դեռ շատ տեղերում դից ավելի սարսափելի։ Հա, ու ինչ էլ վերաբերվում է բանին Հայկ Սարգսյանին, ոնց որ ակնհայտորեն դուք տեսաք, չէ, Նիկոլ Փաշինյանն է արդեն խոսում, ասում է, որ Հայկ Սարգսյանը թող զգույշ լինի, ինչ որ կոռուպցիոն բաների մասին է ակնարկում, այդ ամբողջը հենց իմ գործի հետ կապված է ու ես հավատացած եմ, որ Նիկոլ Փաշինյանը շատ զայրացրել է, որ ես այսքան խոսում եմ այս ամեն ինչի մասին ու որ Հայկ Սարգսյանն է այդ թեման գցել ու ես Հայկ Սարգսյանի թեման վերցնելով այդ հանրայնացրել եմ։ Այդ շատ բարկացնում է Նիկոլ Փաշինյանին, մյուսներին։ Հա պետքա փորձեն ճնշել մարդկանց։ Բայց իմ բերանն էլ չեք փագի պարոն Փաշինյան, իզումի փորձեք։ Թեմայի մասին, որ դուք բացեցիք, PR թեմաների մասին։ Տեսեք, ինձ հետաքրքիր է, թե օրինակ ինչն է պակասում այսօր երիտասարդներին ներգրավելու քաղաքական պրոցեսների մեջ, որովհետև կարծես թե այդ երգ գրելը, խրախճանքները, որ կազմակերպում է, հենց դրան միտված են։ Իհարկե դրան միտված։ Հիմա, քանի որ դուք նաև դասավանդում եք եւ նաև ասպիրանտ եք, նաև սովորում եք, ենթադրում եմ, որ բավական լայն շփվում եք երիտասարդների հետ։ Հիմա փորձենք հասկանալ, արդյոք այս իրավիճակում երիտասարդներին այդ խրախճանքներով, դիսկոտեկներով եւ երգ գրելով հնարավոր է ներգրավել։ Հնարավոր է ներգրավել, ուղղակի խնդիրը նրանում է, իսկ ով է ներգրավողը։ Հասկանում եք, մենք պետք է մի բան մենք մեր աչքից պես վրիպում է անընդհատ։ Նայեք, երբ որ PR կամպանիաները, չգիտեմ, դրսից աշխատում են այստեղ, մենակ Նիկոլի համար չէ։ Տարբեր ուժերի մոտ աշխատում են, չէ՞, ու ըստ իս շատ վատ PR են անում, Նիկոլի դեպքում էլ, գիտեք, պետք է այս կոնտեքստը հասկանալ մեր երկրի։ Եթե դու մի քանի տարի առաջ ընդամենը անցել է 4-5 տարի, ինչ ոնց որ մեր այդ սերունդը հենց պատերազմի դաշտում զոհվում էր ու այդքան հազարավոր երիտասարդներ հետ չեկան տուն, ոնց որ եթե մենք նայենք այդ սերունդի մեջ այնպիսի մարդ չկա, գետ մի հոգի չենք կարող երևի գտնել, ով որ չունի, չգիտեմ, եղբայր, հայր, ընկեր, ծանոթ, զուգընկեր եւ այլն, ով չի վերադարձել սահմանից։ Ինձ թվում է Նիկոլ Փաշինյանը մի քիչ բան է էլի իր աչքով է նայում մեր երիտասարդության, ակնհայտորեն մեր երիտասարդությունը պատրաստ չէ գնալ, ով որ այդ պատասխանատվություն է կրում առնվազն իրենց այդ հարազատների չվերադառնալու համար, չեն գնալու իր հետ պարեն։ Ինչու պարես, այսինքն լավ Okay, ընդունենք Նիկոլը չի մեղավոր, նախկիններն են մեղավոր, ամեն ինչ արել են, իրանք են տվել, իրանք են, բայց փաստացի, եղբայր դու 5 տարի առաջ քո պատասխանատվության պատերազմ եղավ, այսօր դու բան ես թմբուկ ես նվագում, այսօր դու մարդկանց սրտիկ ես ցույց տալի, եկեք ուրախացեք, բա նահատակների մի խոսքով էլի երևի ամբողջությամբ դեռ չեն էլ քայքայվել նահատակների մարմինները Եռաբլուրում, ինչի մասն է խոսքը, անհետ կորածներ ունենք, Բաքվում հայեր ունենք դատապարտվող, հասկանում եք, աշկից լույսը չեն ովքեր որ դատապարտում են շատերին, որ չեմ ուզում ես տեսնել, հայ են դատապարտում այնտեղ։ Ընդհանրապես այդքան արդեն հերիք է, որ մենք կոնսոլիդացվենք աշխարհի ոչ մի կետում, եթե ինչ որ մեկը դատվում է որպես հայ, ուրեմն մենք պետք է ամբողջ ազգով իր մեջքին լինենք։ Իրենք այսօր գնացել են բան են, շնորհակալություն ենք հայտնում Ադրբեջանի նախագահին, երևի առիթ բաց չեն թողում, ժամանակին սպասիբը Վլադիմիր Վլադիմիրովիչ էր, այսօր արդեն սպասիբը այդ Իրհամ Գեյդարովիչ, էլի, ոնց որ դա արտաքին քաղաքականություն չի, այդ չես հասկանում, էլի ինչը։ Մի խոսքով Բարի, հիմա ընդդիմության ձեր կարծիքով ինչ է պակասում այդ երիտասարդներին ներգրավելու, հետաքրքրելու կամ միգուցե անկեղծ ասեմ, ինքան հին են իրանք, ինքան հին են։ Թողինեք զբաղվել, ինչու երիտասարդները չեն զբաղվում քաղաքականությամբ։ Ով ասես չեն զբաղվում, ես ինչ եմ։ Դա շատերը կան, գիտեք, մի քիչ կուսակցություն չունեք, դուք դեռ հանրային գործունեությունը, չէ, գործունեությունը հանրային է, փաստացի ամենայն հավանականությամբ ես կաջակցեմ որևէ ուժերի, ես արդեն կան այդ ուժերը, որոնց բանը մանում, ոնց որ ես սպասում եմ իրենց դաշինքին, առանձին, ոնց որ իրենք կարող են գնալ սկզբունքայինորեն, ուղղակի ես կարծում եմ, որ այդ շատ ռիսկային է, որ առանձին գնացին կարող է բոլորով դուրս մնան, ձայն փոշիացնեն իզուր տեղի, իսկ միանալու դեպքում արդեն կարող են լավ տպավորիչ արդյունք գրացել։ Եթե իրենք կմիավորվեն, ես իրենց էլ եմ ասել, միավորվեք, ես կաջակցեմ։ Բայց եթե առանձին պետք է գամ, ես չեմ գրամ 5 հատ ուժի աջակցեմ, ասեմ սրան էլ ընտրեք, սրան էլ միացեք, դաշտցեք դաշինք, ոնց որ դուք շանս ունենաք այդ ամեն ինչ այդ փոփոխությունը բերելու, ես իմ աջակցությունը ձեր, որովհետև փաստացի ոնց որ ես քանի որ ահագին բան հավաքել եմ, այդ համ վստահություն եմ ձեռք բերել, համ լսարան հավաքել, ոնց որ ես այդ կամուրջը պետք է լինեմ այդ ուժերի ու հենց երիտասարդության միջև այդ թվում
բայց ես չեմ կարող գնալ ասել, ասենք 5 հոգու անուն տալ, ասել դե որ մեկին ուզում եք ընտրեք կամ ընդհանրապես գնացեք ում ուզում եք ընտրեք, այդ սխալ կլինի, այնց որ դաշինք թող կազմեն, դաշինքով թող գնան, իմ աջակցությունն էլ իրենց կլինի։ Այսպես թե չէ Նիկոլ Փաշինյանին առանձին իրենք չեն կարող հաղթել ոչ մի պարագայում։ Նիկոլ Փաշինյանը այնպեսի ֆոկուսներ կանի, բոլորին ջախջախի դաշտից դուրս կշպրտի։ Իսկ այս պայդրությամբ դեռևս ինչքան էլ իր դիրքը թույլ է, ինչքան էլ այսպես երերուն է, բայց ինքն է այս պահին դոմինանտ քաղաքական դաշտում ու ինչքան էլ թեկուզ եւ այդ PR բաները չեն աշխատում երիտասարդության վրա, բայց վերջին տարբերակով Նիկոլ Փաշինյանի հենց բան նրանում է լինելու, որ հնարավորինս իջեցնի շեմը մասնակցության, քիչ մարդկանտրության ու իր ձայները, որ հստակ ինքը ունի այդ ձայները արդեն որոշիչ կլինեն, իրենք ապահովեն մեծամասնություն, այսինքն փաստացի ես կասկած չունեմ, որ Նիկոլ Փաշինյանն ունի այդ պլանը վերարտադրվելու, այդ դրա դեմն առնելու միակ միջոցը հնարավորինս մեծ մասնակցություն ապահովելն է, պետք է այնպես աշխատենք, որ մարդիկ գան ու քաղաքացուն ոնց որ առանց ճնշելու, առանց վիրավորելու, առանց նվաստացնելու ասել, որ համոզել, որ ձայն տան, որովհետև օրինակ մեր ընդդիմությանը նայում ես, ամբողջ օրը թողեց քաղաքացուն կպնի, քաղաքացուն կպնի, SNN-ն, չգիտեմ, անուն կպցրեն, բայց ժողովուրդ ջան, ոնց որ իրանք հանրությունն առաջնորդներ են, էլի փնտրում, եթե դուք ձեր վրա վերցրեք այդ առաջնորդի դերը, ուրեմն դուք եք ոնց որ անպետք առաջնորդել, եկեք մի բոլորի վրա մեղք գցեք բացի ձեզանից։ Այդ մի հարց է, մյուս հարցը դրանում է, որ լավ բարգ ռաբիզ են իրանք, ախր հին են, մի խոսքով էլի չպետք է, ես չեմ ուզում իմ ազգային ժողովում տենամ այսպես փորերով падգամավորներ, ինչ օրինակ են իրանք ծառայում մեր երիտասարդներին, պատերազմող երկիր ենք վերջի վերջո։ Եկա երիտասարդն իմանա, որ ինքը պետք է միշտ ֆորմայի մեջ լինի, ինքը պետք է առողջ ապրելակերպ վարի, ինքը պետք է անընդհատ սովորի, իսկ ինչ ենք մենք տեսնում այնտեղ։ Ես մի քանի падգամավորի հանած ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, բայց մյուսներին նայում եմ լացս գալիս էս, ես թափվում եմ, էտա մեր ունեցած լավագույնը։ Իշխանության մասին չեմ խոսում, իրաց մասին խոսելու ընդհանրապես բան չկա, բայց արդյոք է այդ ինչ որ մենք տեսնում ենք դա լավագույնն է, թե իրանց, թե մեր, չգիտեմ, ըստ իս ոչ։ Իսկ այս իրավիճակում ոնց որ պետք է հանդիմությունը առնվազն առաջարկեր սրանց փոխարինելու, այն ամենապրոֆեսիոնալներին, ամենալավերին փաստացի ես այսօրվա դրությամբ Աննա Գրիգորյան եւ Քրիստինա Վարդանյան։ Ինձ երկուսից բացի ոչ մեկի ելույթ չեմ լսում, որովհետեւ անիմաստ է։ Անիմաստը բառակույտ են բանանում, գոնե այդ երկու աղջիկները լավական նորմալ խոսում են, էլի մարդ ոնց որ լսում է, բան չի անում, էլի չի հիասթափվում ուզում մի անգամից անջատի։ Ինչ իր փաստացի, ինչ կա այդ ասում եմ։ Շատ լավ, մի թեմա էլ կա, որպես տնտեսագետ, կուզեմ դասդ քննարկել։ Տեսեք, երբ հայտարարագրերի համընդհանուր հայտարարագրերի մասին խոսում էին, հետո հայտարարություն եղավ այն մասին, որ 300,000 դրամ փոխանցումների դեպքում դա չի հայտարարագրվելու։ Բառացիորեն այս շաբաթ քարտապանները, բանկային ցանկացած բանկի քարտապանները բոլորը գրեթե SMS-ներ են ստացել այն մասին, որ փոխանցումների կատարելու դեպքում, այդ թվում եւ բանկոմատներով, եթե ինքներդ ձեզ փոխանցում փորձեք կատարել, պետք է նույնականացում անցնել։ Հիմա ուզում եմ հասկանալ, սա որոշակի հակասություն չունի արդյոք իրենց ավելի վաղ հայտարարության հետ, ըստ որի այո մինչև 300,000 դրամ փոխանցումների չեն վերահսկելու, ապա նաև ինչ են փորձում սրանով անել իշխանությունները։ Այք իրենք չեն ասել, որ մինչև 300,000 դրամները չեն վերահսկվելու, ասել են դեռ չեն վերահսկվելու, դեռ դա կարևոր է, այսինքն նայեք նախընտրական տարի է, իրենք հնարավորինս ինչ որ մեր գլխին գալիք կա, իրենք թողնելու են, որ եթե Աստված չանի վերարտադրվեցին, դրանից հետո են մեր գլխին բերելու։ Այս պայդրությամբ նայեք, իրենք ուղղակի շատ խելացի վարվեցին, քանի որ հանրությունը ոնց որ բաներ անում, դեմ էր գնում այդ իրանց ռեֆորմ կոչվածին հայտարարագրման, ակնհայտորեն շատ քիչ մարդ էր պատրաստ հայտարարագրվել, ինչ որ մարդիկ կային այդ 100,000 դրամ իրանց շատ պետք էր ուզում էին վերցնեին արագ, չգիտեմ կամ ինչ-ինչ պատճառներով, որ ինքս ասենք հնարավորությունն էի վերցնելու, բայց չեմ արել, մի խոսքով իրենք ավելի խելացի վարվեցին, բռնեցին ավտոմատացրեցին, արդեն իսկ եթե օրինակի համար դու մի եկամտի աղբյուր ունես աշխատավարձ օրինակ,
կարող ես ընդհանրապես չանել, դա ավտոմատացված կլինի, բայց եթե դու ուրիշ գործունեություն ես վարում, արդեն պետք է հայտարարագրվես, թե չէ օրենքով ինչ որ ձևերով պատժվելու ես։ Գիտեք, ես բանով այդ օրենքը ճիշտ ասած ես այդպես հələ շատ չեմ ուսումնասիրել, մի քիչ թող գործի, տեսնենք ինչ է լինում, որովհետև 100,000 դրամների վերադարձնել ոնց որ թե ինչ որ բողոքներ կա, որ չի աշխատում, այսինքն դա փաստացի մենք մի սիտուացիա ունենք ու այլ սիտուացիա լրիվ, ինչ իրենք նկարագրում են ու իրականում այլ սիտուացիա։ Նույնը կարելի ասել էս պարտադիր բժշկական ապահովագրության համար, որ ես դեռևս փորձում եմ հասկանալ, որն է պետպատվերից դրա տարբերությունը։ Ու դա էլի քարոզչական գործիք են դարձել, ամեն ինչն է քարոզչական գործիք, երբ որ մարդկանց ասում են հա մենք ձեր թոշակը չենք բարձրացրել իհարկե, բայց նայեք, ձեզ մենք ապահովագրություն քարոզչական տվել։ Ես մի բան էլ նշեմ, ուրեմն այդ առողջական ապահովագրությունը, որ իրանք տալիս են, օրինակ ես իմ ընկերությունը, որտեղ ես աշխատում, ինձ ապահովագրություն արդեն տալիս է։ Շատ լավ փաթեթով ապահովագրություն էր տալիս, բայց իմ աշխատավարձ իրանք բռնել էլի պահում են արել ու մի հատ էլ այսպիսի ապահովագրությունի փրտվել ու հասկանում եք, ես արդեն ուղիղ թալան է, եթե իմ բանը, իմ ընկերությունը պատրաստ է ինձ համար վերցնի, դու ինչ ես խառնվում նորից ինձանից էլի հարկ վերցնում, դա փաստացի է էլի քաղաքացուն հարկելու մեթոդը, որովհետև այդ բաներով որ նայես, ես անընդհատ տեսնում եմ, որ մարդիկ խնդիրներից են բողոքում այդ ապահովագրության համակարգի, էլ դա Արմեդը չի աշխատում, գնում են ինչ որ բժշկի համար բան չկա, չգիտեմ էլի, այսինքն փաստացի լավ չի աշխատում, այդ ձևավորված համակարգ չի դա, որ ասես, որ այդտեղ խնդիր չկա կամ գոնե իրանք պիլոտային ինչ որ ծրագիր են անցկացրել, համոզվել են, որ ամեն ինչ նորմալ է աշխատում։ Փաստացի ոնց այն դեպքում է, նույնը այս դեպքում է։ Պրոբլեմը հանդիպի, այսինքն ռեֆորմը հանդիպի պրոբլեմին, որ հասկանանք ինչ խնդիր չկա, բայց այդ ռեֆորմը մի հատ դու պիլոտային ծրագիր չանես, մի հատ դու ինչ որ համակարգերում, ասենք 21-րդ դարն է, դու չես կարող թեստ անես ինչ որ համակարգում, սիմուլյացիա ստեղծի թեստ արա, AI-ի ամբողջ շուրջը ու բաներ, տեխնոլոգիաներ։ Բայց այդ էլ պետք է մենք հասենք ինչ ոնց իրանք այդ ամեն ինչը կիրառեն կամ օգտագործեն։ Իրանք ուղղակի արագ արդյունք է պետք, որ ցույց տան, որ տեսեք, մենք էս լարեցինք, այն էլ արեցինք ու փաստացի ոնց որ քաղաքացին է տուժում էս ամեն ինչի արդյունքը, որովհետև ոչ մի համակարգ չի աշխատում, իսկ այդ հայտարարագրման համակարգով Աստված գիտի ինչ է լինելու։ Իդեպ ասեմ, որ այդ իսկ այդ հայտարարագրումը ինչ մասին որ խոսում ենք, դա էլ հերթական մեզ վերահսկելու մեթոդ է, մեզ ճնշելու մեթոդ է, եթե ինչ, օրինակ ես վախ ընդհանրապես չունեմ, ես չունեմ ինչ որ այտենց անհայտ եկամուտի աղբյուրներ, որ ինչ որ միտեղից գա, բայց նպատակը հենց դա է նաև, որ եթե ես ունենամ այդ անհայտ ինչ որ եկամուտի աղբյուր կամ ինչ որ մի բան, որ իրանք կարենան ինձ բան անեն, օրինակ հիմա տենան Ռուսաստանից օրինակ փող այրանստը արիելը գնանք տենանք, այս ագենտը որտեղից է այդ փողը ստանում, էլի, այսինքն ինչ որ բաների համար է պետք, որը ոնց որ ես ընդհանրապես վախ դրանից չունեմ։ Գիտեք ինչն է իմ խնդրեմը դրա հետ, ես դրան դեմ եմ գնում, ես դրա հետ հաշտ չեմ զուտ այն հարցում, որ անարդար է, ինչի համար էլի, ասենք այդքան բան եք անում, հերիք չի քերթում եք այդքան քաղաքացուն ու մի հատ էլ Նիկոլներ չէ, ժամանակին ասում էր, բա մենք ասում ենք փորձում ենք ստվերից հանել, երկիրը բան, ասում դուք հանրություն հելել, ստվերը պահում է իր բանով, մարմնով ասում է, չէ, ստվերին մի կպի։ Հիմա այս պարոն Փաշինյանը, ձեր այդ 3 միլիարդ դրամի ստվեր է այդ բաների պարգևաճարները, որ էլի ստվերով տվեցիք, էլի հանրությունից թաքուն պահեցիք։ Մնացած ամեն ինչ էլի, այսինքն իրանք ծախսերը թաքուն են, Աննա Հակոբյանի ծախսերը թաքուն են, չեմ ուզում ընտանիքի մնացած անդամների մասին խոսեմ, արդեն տեսել հիասթափվել ենք լիովին իրանց ընտանիքից, մի խոսքով։ Այդ ամեն ինչ թաքուն է, բայց մեզանից իրենք թափանցիկություն են պահանջում։ Ես ուղղակի ասում եմ, քաղաքացին իրավունք ունի, ինչ որ կոնֆիդենցիալություն ունի իր կյանքում, իր ֆինանսների հետ կապված, եթե ինքը կասկածյալ չի։ Եթե օրինակ իմարք իմանան, այս մեկը կոնկրետ դրսից փող ստացա, գնացեք իրան անհատապես ստուգեք, բայց ինչի եք ամբողջ հանրությանը ստուգում։ Մի խոսքով այդպես։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար հետաքրքիր։ Շնորհակալ։ Հիշեցնեմ զրուցում էի հանրային գործիչ Սամվել Աշոտյանի հետ։ Շնորհակալություն մեզ հետևելու համար։